Ты кошматора, правда, завези, нет? Шоссеры. Кожняк команды? C'est-à-dire, tu veux savoir si je commandais tes chaussures Ranger? Ismera erkek. Ay. De quoi? Tu m'énerves. Qu'est-ce que tu fais? Не отторг, je n'ai pas. Arrête. J'adore. Агор, не отстань, не прочь принять. Էդի ջղայնացա, վրսել երեխեք։ Բարելույս սիրելիներս, այսօրվա իմ լուկը սա է, այսօր աղջիկների հետ գնում ենք ռեստորան, պրոբլեմը նա է, որ ես կորցել եմ իմ են հրաշալի փոքրիկ են կասինկան շարֆի նման, ման եմ գալիս չեմ գտնում, ես ամեն ինչ դնում եմ իր տեղը, կամ սա ընկել է մեքենայից, ինչ-որ, կամ երևի ինչ-որ մի խանութում մոռացել եմ, Ափսոս, շատ ափսոս, մի հատ էլ նայեմ ու գնանք սիրելիներս։ Սիրելիներս ես դուրս եկա, բավականին լավ եղանակ է մեր մոտ, ես արևա դուրս գալու, որտեղ ես մառախուղը, որ ես ցածրա, ինքը արևա դուրս գալիս, ու ահավոր ծակող դրա համար եմ ակնոցներ դրել, գնում եմ ընկերուհիներիս հետ ռեստորան, օր անցկացնենք, բայց նախքան այդ քանից նա օլալա 10 րոպե մնաց մի հատ երեխեք սպասեք, ես արագացնեմ մեքենան վարելը, ես պետք է հասցնեմ 12-ին 5 պակաս ապտեկա դեղատու, որպեսզի չփակվի, մամայի դեղերը պետք է գնեմ, թե չէ դրանից հետո ես պետք է ուզած չես այդ քաղաքում սպասեմ մինչև 2-ը։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, սիրելիներս։ Ուզում եմ ձեզ ասել, որ ցանկանալ ձեզ առողջություն, ցանկանալ, որ դուք լինեք ուրախ, երջանիկ եւ դրական։ Մի վարքյան երեխեք իմ էլեմենտն եմ մահանում։ Ես մարդը հետևի հիմա կասես կինն ինչ է անում։ Ասեմ ձեզ, որ ես օլա։ Ասեմ ձեզ սիրելիներս, որ ես ուրախ եմ, բարի գալուստ բոլոր նոր հետևորդներ, ովքեր գրանցվում են եւ 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի եւ դա իմ համար մոտիվացիա է։ Ես ուրախ եմ, որ իմ լավ հետևորդները, իմ հավատարիմ հետևորդուհիները, ովքեր մնացել են քիչ, բայց որակյալ, դեռ ինձ հետևում են։ Ես կշարունակեմ հենց ձեր համար, որովհետև դա ինձ իմ համար հաճելի է, որ մեսաժներ եմ ստանում Instagram-ում, որ դուք նայում եք իմ բլոգը եւ դա ձեզ ինչ-որտեղ տանում է մեր երիտասարդության, մեր սովետական միության 80-ական թվականներ, եւ ես ձեզ հասկանում եմ, լիովին հասկանում եմ։ Այնպես որ սիրելիներս, եթե կարող եմ ես օգնել մի քանի հոգու կտրվել ձեր առօրյայից, ձեր աշխատանքից, ձեր դժվար առօրյայից, որ բոլորս էլ ունենք մեր դժվար առօրյան, ես այն կանեմ։ Եվ կարող եմ ձեզ ասել, որ ես աշխատում եմ ամեն օր բլոգ դնել, որպեսզի դուք էլ չմնաք առանց բլոգ։ Դե լավ ժողովուրդ ջան, հասա, ես ինչ ասեմ, Շումախերի նման արագացրած արագ եմ վարում մեքենան, որովհետև պիլպուալ հասնում եմ ապտեկա դեղատուն։ Այս մարդն էլ հաց ա գնել, հացն էլ նես թափ տալով տանում ա տուն, մինչև հասնի տեղ հացը երևի երկու մասի կբաժանվի։ Մի հատ կանգնեմ իմ տեղը, это моё место։ Գնացինք սիրելիներից, ես վերցնեմ իմ պորտմանը մարդես, վիտամին D սա վերջացել, մորանում ամեն անգամ բժշկին ասեմ, վիտանցիա տա, որպեսզի փող չտամ դրա համար, բայց նորից տալիս եմ, ասում դե լավ, ասում թող այդ փողը մնա այն մարդկանց, ովքեր իրոք կարիք ունեն։ Չեմ սիրում շատ օգտագործել էլի այս սիստեմը։ Գնացինք լավ։ Ովուր ջան գտա, ռեստորանում էի թողել, իմ սիրուն ամելին տվեց, ասեց Հանայդ մոռացել էիր, տեսնում եք ինչքան ազնիվ են մարդիկ, դե բնականաբար մենք արդեն իրանց կլիենտներ ենք 100 տարվա, մազերից կապել եմ, բայց կնոխս ցավում է երևի բաց թողնեմ մի վարքյան, ակնոցներս էի մոռացել հանել, գիտեք որ այդ ակնոցները օպտիկական է, դու տեսնում ես իրան, տակի մասը, ինձ հոգնած աչքեր ունեմ երեխեք, լավ չեմ քնենք,
Բարի առավոտ բոլորիդ, ժողովուրդ ջան։ Ձեր Անահիտը կան այսօր գնում է Սյուզիի մոտ իմ մանիկյուրներին։ Չգիտեմ գույնը որը պետք է անեմ, դեռ մտածում եմ ու մտածում։ Դե ոչինչ, իրար հետ կընտրենք Սյուզիի հետ։ Այսօր իմ լուկը սա է։ Հագել եմ կանաչ բոթասներ, այսօր ջինսա եւ հագել եմ այս կանաչ վերարկուն։ Մոռացել էի, դրա համար ես պետք է հիմա այն օրը մտածեցի, ես պետք է ամբողջությամբ իմ պահարանների մեջի օրգանիզացիան փոխեմ, IKEA-ից պետք է գնեմ, բայց լրիվ սխեման պիտի գծվի եւ պիտի դարձնեմ շատ կախովի, տակը ամբողջը դարակներ։ Դա արդեն կտեսնենք, եթե անելու ունեմ միասին։ Դե ինչ սիրելիներս, եկեք ես արդեն դուրս գամ, ուշանում եմ եւ կմիանամ մի քիչ մեքենայի մեջից։ Այսօր մի քիչ քամի է եւ ինչ որտեղ էներգիայի պակասություն է մոտս, միգուցե թե միայն երաժշտություն լսեմ։ Ուրեմն դուրս եկա, ճիշտ ասած վերարկու հակա, ինչքան է 12 աստիճան, բայց ասեմ ձեզ, որ այդ քամին է, որ ներվայնացնող քամի է եւ նաեւ ցուրտ քամի, բայց մեր կողմերը համեմատած այդ քաղաքին, որտեղ Սյուզին է աշխատում, ես բարձրանում եմ ավելի, ցրտոտ է։ Ես քանիսն է ժամը դուրս եկա, Աստված իմ հետ 9:49, 10-ին 10 պակաս, 11-ին 10 պակաս, մտնում եմ այդ խանութը, 11-ից 15, 12-ին, 12:45-ը կհասցնեմ, ուզում եմ մի տեղ մտնեմ, շատ կարևոր տեղ ունեմ մտնելու, եկեք ես շարֆը հանեմ, որտեղ բավականին շոկ է։ Դե լավ, սիրելիներս, ինչ ասեմ ձեզ, ես քանի չեմ մոռացել, մի մոռացեք լայքերը, եթե հավանում եք, եթե չեք հավանում, դա ձեր գործն է։ Ես ստատիստիկապես մտա նայեցի, տեսա, որ 46% նայում են մեզ ոչ գրանցվածները, դե բնականաբար այդպես էլ է լինում, եւ 50 քանի տոկոսը գրանցվածներն են նայում։ Առաջին տեղը այսօր Հայաստանն է, ես ուզում եմ ստատիստիկան ասել, երկրորդ տեղը Ֆրանսիան, երրորդ տեղը Ամերիկա։ Ամերիկա ձեզ տեսնեմ, բարձրանում եք արագության վրա։ Իմ համար երեխեք ավելի շատ ոչ թե ես իմ մարդիկ կան անում եմ, որպեսզի շատ գումար աշխատեմ, բնականաբար նորմալ է, դա իրենց աշխատանքն է, դե ես աշխատանք ունեմ, իմ համար կարիքը չկա այդպես, որ ասեմ ինձ կոտորում եմ, բայց իմ համար հաղթանակը, որ շատ նայեն, որ բոլորը, չորրորդ տեղը Ռուսաստանն է։ Ռուսաստանը բավականին հետ է ընկել դες ինտերնետային կապերի պատճառով, հետո գալիս է, եթե չեմ սխալվում, Բելգիան, Հոլանդիան, հետո Իսպանիա եւ այլ։ Այնպես որ սիրելիներս, ես ուրախ եմ, կապ չունի որտեղ, ով, որտեղից են նայում, կարևորը հաճույքով եւ սիրով նայեք։ Դե ինչ սիրելիներս, եկեք անջատեմ եւ զանգեմ մի քանի տեղ։ Երեխեք ջան, Կիաբի մտա, Կիաբիում ակցիա է, եթե գնում ես 5 հատ շոր, բայց վրաները տիկետներ կա կարմիր, սա չէ, 50% զեղչա, սրա վրա չկա, բայց սա շատ լավն է, իմ յուբկաների հետ, որպես շագանակագույն ոչինչ չունեի, սա շատ ավելի հարմար է, յուբկայի սապոկների, բայց չգիտեմ, Ինչ-որ մի քիչ քիփոտա չէ, քիփո չէ, ասենց պիտի լինի։ Մի հատ հիմա մյուսները փորձենք։ Սա 50%-ների մեջն է, երեխեք, շատ լավն է։ Այն մեկը չփորձեցի, ցույց տվեցի, որովհետև թափանցիկ էր մի քիչ։ Ներքնազգեստս այդ նույն գույնը չէր։ Սա վատը չի, սա լավն է, սա կվերցնեմ։ Ուրեմն պետք է նենց անեմ, որ 5 հատ լինի կարմիր տիկետներ, որպեսզի ես այն գնեմ։ Հիմա շարունակենք մյուսը։ Սպիտակ վերնաշապիկ երբեք քիչ չի լինում, բայց սրա կարմիր տիկետ չկար ոնց որ։ Հա, նո, սրա վրա չկա, երեխեք ջան, սպիտակ բան կարմիր տիկետ չկա, սա չի իջել, բայց սա կգնեմ, որովհետև ես ուզում էի ինտերնետով գնել, բայց հենց սպիտակ վերնաշապիկ շատ եմ սիրում, շատ եմ հագնում, լայնոտ, oversize ստիլն է։ Սիրելիներս դուրս եկա եթեր, կանգնեցի մի քանի տեղ, տեսա Կիաբի, հետո մի քանի տեղեր ունեի։ Հիմա գնում եմ իմ հանդիպմանը Սյուզիի հետ եղունգներիս համար անընդհատ մտածում եմ, ինչ գույն անեմ, ինչ գույն ներկեմ։
չգիտեմ, կորոշեմ, Սյուզին ասում է իր միտքն ունի գույնի, ես մտածում եմ ավելի բաց գույն, չգիտեմ, կտեսնենք տեղում։ Ժամը քանիսն է մեր մոտ, ժողովուրդ ջան, հիմա ես 12-ն է, ես ամրագրված եմ 12:45 րոպե։ Ինձ 45 րոպե ժամանակ ունեմ, որ պտտվեմ տեղ գտնեմ։ Ուրախ եմ, որ մի քանի գործեր արեցի, տեսա Կիաբիում, ինչ գնեցի, վերջին րոպեին մի հատ շագանակագույն վերնաշապիկ գնեցի oversize, լավն էր, չէի տեսել, էլի մի հատ է պտտվեցի եւ հետո տեսա ներքև ես միշտ ամռանը տեսել եք, սպիտակ սև տոպիկներ եմ հագնում, դրանցից էլ գնեցի մի քանի հատ, որովհետեւ 5 հատ պետք է լիներ, որպեսզի այն վարդագույն վերնաշապիկը 50%, իսկ ինչու չօգտվենք դրանից եւ գնեցի դրանից։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել։ Սպիտակ վերնաշապիկը չէ, բան չէր, զեղչերի մեջ չէր մտնում, չնայած ոչինչ պրոբլեմ չկար։ Ես եթե լիներ դրա երկնագույնը կգնեի, բայց չկար։ Ասեմ ձեզ սիրելիներս, որ կներես Ասիջան, բայց ես չէի տեսել, որ դու թեքվում ես, թե չէ տեղ կտային։ Լավ քամի է, ես վերարկուով եմ այսօր, վերարկու կհագնեմ, որտեղ այդ քաղաքի կենտրոններով որ քայլում ես, ինքը մութ է այդ շենքերը։ Երեխեք, դե լավ, մի հատ նավիգատորը դնեմ, որտեղ նորից էլի մոռացել եմ, մի հատ հələ փորձեմ գնամ կանգնացնեմ հենց Սյուզի սալոնի մոտը, եթե գտնեմ, բայց չեմ կարծում կգտնեմ տեղ։ Որպեսզի չտանջվեմ, ինչ եք կարծում, երևի թե մի անգամից կաթեդրալի հետևը կանգնացնեմ։ Երրորդ կրուգն եմ պտտվում, ոչ մի տեղ, ոչ կաթեդրալի մոտ, ոչ Սյուզիի մոտ, ոչ էլ պրեֆեկտուրի հետևները, ոչ մի տեղ չկա տեղ։ Սպասի, հա, մի ներվայնացա ինձ։ Հիմա էլ արդեն չեմ ոչ մեկին տեղ տալիս։ Ինձ մնացել է ընդամենը 15 րոպե, ինձ թվում է ես այսպես կպտտվեմ մինչև իմ ամրագրման ժամը։ Ասեմ էսի ահավոր կեղտոտ ժամ ես, մյուս անգամ Սյուզիի մոտ այս ժամին չեմ գալու։ Պերերիվի ժամն է, ամենաճիշտ ժամը 2-ից հետո է, որ մարդիկ ուտում են, իրենց մեքենաները վերցնում գնում են։ Մտածում եմ, այս կլինիկայի հետևը տեսնեմ տեղ չկա, սենց հետևով դուրս գամ, նակալինիքսը չեմ վերցրել, լրիվ այս քաղաքը ամբողջը դիք է։ Պապիկ մի քիչ արագացրա էլի։ Հիմա մտածում եմ ուր գնամ, միգուցե թե մտնեմ են կաթեդրալի մոտը։ ու притом երեխեք մութ փողով է, ձրի չի։ Ստա դուրս չի գալիս, էսի, տեսնեմ դուրս են գալի։ Ano. Դուրս է գալիս։ Տեղ գտա երեխեք, հրաշք, մի հրաշք։ Այս իմ ղսմատներ։ Մոտի կացնենք սենց։ Սիրելիներս, Անահիտը ձեր միացրեց, համեր մեր հետ կասկացնեք, մի քիչ Սյուզիս հետ խոսանք, ձեր հետ ևս։ Հիմա որոշել եք, ասեցի Սյուզի սուրպրիզ ենք անում, ինչ գույն պիտի ներկենք։ Սյուզին շուտվանից ինձ ասել էր ինչ գույն։ Տեսնենք էլի։ Ինչ հա ստացվում։ Մյուս տարի գնում ես Երևան։ Բարևում եմ բոլոր Անահիտեչկայի հետևորդներին։ Ֆրանսիայից Հայաստան, Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա։ Ուղիղ կապ։ Հայաստան մյուս տարի ուզում եմ ամռանը, տեսնենք ոնց կստացվի, Աստված առաջ։ Սյուզի դու քո այս ապրանքները վաճառում ես։ Այո։ Երեխեքան, սա ռեկլամ չի, նրանք ովքեր նայում են ինձ եւ ունեն մանիկյուրի մասնագետներ եւ ապրում են աշխարհի տարբեր անկյուններում, իրանք առաքում են, հիմա ասեմ ձեզ մի հատ ճշմարտություն, բոլորը գիտեք, չէ, որ ես ալերգիկ բաներ ունեմ,
ու ես բնավորությամբ մեկն եմ, որ մի բան որ ինձ դուր չի գալիս, ես չեմ գնում էլ, շատ դիսկրետ։ Աննա, որ ինձ ասեց, որ մեկը կա, ասեց, ինքը արտակարգ նյութեր է օգտագործում եւ ընդհանրապես վնասակար չի եւ չի թռնում, չհավատացի եւ պարտվեցի Աննային, ինքը ճիշտ էր ասում։ Նախ ասեմ, նկատել եմ Սյուզին այդքան շատ չի տաշում, բայց երեխեք հիմնական ինձ թվում է նյութերն են ու մնում է փայլը ու գեղեցկությունը, նրանք ովքեր կցանկանան պատվիրել, կարող եք իմ միջոցով ինձ հարցնեք, ես Լիենը կգրեմ, այդ ինչ են ասում Լիենի? Էջը, Instagram-ի էջը, ես կապտյուղ կանեմ կգրեմ տակը, դուք կարող եք միանալ Սյուզիին եւ իմանալ թե ոնց է լինում առաքումը։ Հայաստան առաքում ես։ Հա, ամենտեղ, Հայաստանում կա վաճառքի։ Կա վաճառքի որտեղ եթե Հայաստանից եք գնան ընտեղից առնում։ Գնակը տեղից վերցնեք։ Ամերիկայում կա։ Չէ։ Ուղարկում ես։ Ուղարկում Ամերիկա, Հոլանդիա, Գերմանիա, ամեն տեղ, այնպես որ սիրելիներս, եթե կցանկանաք, հավատացեք ինձ, եւ 100% սա ռեկլամ չէ, երեխեք, ես ռեկլամ չեմ անում։ Ուղղակի եկեք մեկս մեկիս օգնենք։ Աշխատացրեք ձեր հայ աղջիկներին, ձեր հայ կանանց, ձեր հայ տղամարդկանց։ Ինչու՞ չէ։ Կան ազգեր իրանք այնքան սպայկային են Սյուզի ջան։ Եթե ասում ես, ուրեմն ուզում ես արի պրոմո կոդել անենք, եթե գան ասեն քո կողմից են քո էջը տեսնելով այս վիդեոն տեսել են եկել են որպեսի պատվիրեն, 10% զեղչ անենք։ Մալադեց։ Դες բանը չեմ ջոկում, բայց մալադեց։ Եղա, դա արդեն Սյուզի հետ դուք Գաք ուրեմն Սյուզի ջան, Անահիտ վլոգի կողմը։ Անահիտ վլոգ արդեն իմանալ։ Արդեն 10% Նենց որ կարող եք հանգիստ գնել եւ դա մեր մոտ մարդիկ կան, բայց ոչինչ, մենք կարող ենք ասել սիրելիներս, այս կինը։ Où est mon tariki, Et oui, quand on passe un passage, il y a courant d'air. Oui, il nous ferait tomber, c'est vrai. Նենց գցեցինք, պատկերացեք, եթե ես 1.84 չես պատկերացնում, կպա ուղիղ մեքենային, չէի կարողանում առաջ գալ։ Խորտորապություն է, այդ խեղճ կինը քիչ են ընկնել, լավ է մեր։ Ծովի քամի է, էլի։ Ծովի, ծովի։ Ուրագան։ Օրինակ բանը, Սյուզին կթռներ ժողովուրդ։ Հաստատ։ Ջերմերս պիտի։ Ես մտածեցի, նկարն չէր օգնիկես։ Դելեն կան։ Մեկ դու ջոգում ես իրար օգով քայլելով գնում ես, մեկ էլ ֆրոնտերին չկամ։ Հոթում ես։ Այլա։ Լրիվետա։ Կամերդիա։ Այլին ասա։ Ուզեն չեն։ 7 ժամ չէ, 6 ժամ։ Ուզեն չեն բունում։ Ուտեղա կողոդը։ Բույկի կողքա։ Okay. Սեֆորայի շապլա, դիմացը։ Այ։ Allez-y. Votre tour. Ժողովուրդ, այտենց քամի, ինձ այդ մեքենան միջև կանգնացած տեղը ես միջև բարձացել եմ, ինչ ասեմ, սենց մի խայտարակություն, պատկերացեք իմ այսպես ջանով ջանդակով խփեց էլի մեքենային, մարդիկ չէին կարողանում, այդքան մաս ինձ թվում է սկվազնյակ էր, եղունգներս լավն է, երեխեք, կարալնի, շատ գեղեցիկ է, շատ լավ աշխատեց, մալադեց ապրիմ Սյուզին, այնպես որ ես ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ վեճնի սենց սիրուն ակուրատնի է մնում ձերքերը, այս անգամ կարմիր, մյուս անգամ արդեն բաց կանեմ, ուղղակի հիմա որ նոր տարին է, սուրբ ծնունդն է, ավելի պրազնիշն է, էլի։ Մտա մի քանի խանութ, ճիշտ ասած, ասեցի տեսնեմ ինչ տենց հետաքրքիր մի հատ վերխ է, էլի, որտեղ ներքևներ շատ ունեմ, չկար ոչ մի բան, դες գույն էի ուզում, կարմիր գույն էի ման գալիս, բայց կգտնեմ, ինձ թվում է։ Հիմա գնամ տուն, փոխվեմ ու մի քիչ հանգստանամ։ Այսօր երեկոյի համար ճաշ պատրաստեմ, ընթրիք, ապուր ունենք, մի թեթևակի մի բան անեմ, իմ համար մանավանդ, որովհետև ես երեկ ինչա թե մի քիչ հաց կերա երեկոյան, խլեբ, ոչ թե հաց, խլեբ, այսօր մի քանի գրամ ավելացել եմ, դրա համար այսօր երեկոյան ես երևի թե մակարոն կխաշեմ և կուտեմ մակարոն, մածունով էլի տենց առանց կարակ առանց բան, ինչ անես,
Գալիս է մի տարիք երեխեք ջան, որ մեր բերանը մի բան է գնում ավելնորդ, քաշը ամենջապես երևում է։ Ահա, սիրելիներս, եւս մեկ օր մեր կյանքից եկա տուն եւ հիմա արդեն նայում եմ իմ սիրած ֆիլմերից մեկը, մեր երիտասարդության ամենալավ տարիների կինոներից մեկը, Իրոնի լուբվի կամ ինչպես ասում ենք с лёгким паром։ Շատ հիշողություններ այն մեջ բերում ես ֆիլմը, բայց գիտեք ինչ, երբ որ դու ապրում ես, երբեմն ցավալի է, երբ որ հետ ես նայում կյանքին։ Դրա համար խորհուրդ տամ ուղղակի բոլոր երիտասարդներին, նայեք ձեր դիմաց եւ երբեք ոչ մի բանի չափսոսակ եւ հետ չնայեք։ Կյանքը կարճ է, եկեք վայելենք։ Դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ եւ ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ գեղեցիկ օր, ցանկանում եմ ձեզ տոնական տրամադրություն, ցանկանում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միայն եւ միայն ուրախությունը, ծիծաղը սփռվի ամբողջ ձեր տան մեջ։ Դա եմ ցանկանում ձեզ, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա։